Отменить регистрацию федерального списка кандидатов в депутаты Государственной Думы Федерального собрания Российской Федерации 9-го созыва выдвинутой политической партии Российская объединенная демократическая партия «Яблоко». Ռուսաստանի գերագույն դատարանը չեղարկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար ընդդիմադիր Յաբլկը կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը, դուրս թողնելով այդ ուժին ընտրապայքարից։ Հայցադիմում օգոստոսի 7-ին ներկայացրել էր իշխանական եւ ազգայնական Ռոդինա կուսակցությունը, որը եւս մասնակցում է ընտրություններին։ Սեպտեմբերին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցող 11 ուժերից Յաբլկոն միակն էր, որը դեմ է արտահայտվում Ուկրաինայում ավելի քան 4 տարի ընթացող արյունալի պատերազմին։ Կուսակցությունը նաեւ դեմ է երկրում քաղաքական բռնաճնշումներին, որոնց համար քննադատում է իշխանություններին։ Ավելի քան 5 ժամ տևած դատական նիստի ժամանակ կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ռիբակովն իր եզրափակիչ խոսքում դատարանին խնդրել է մերժել հայցը, պնդելով, որ ոչ մի օրենք չեն խախտել։ Я считаю, что мы абсолютно убедительно доказали, что мы не нарушали. Կարծում եմ համոզիչ կերպով ապացուցեցինք, որ չենք խախտել որևէ իրավական նորմ։ Յաբլոկոյի ցուցակի գրանցումը չեղարկելու պահանջով հայցը Ռուսաստանի պետական մարմինների նկատմամբ անվստահության եւ կոմպետենտության պակասի դրսեւորում է, որոնք ըստ հայցվորի ի վիճակի չեն ընտրություններ անցկացնել։ СЦ не в состоянии провести в России конкурентные выборы. Ռիբակովը նաև հայտարարել է, ընտրություններին մասնակցելու արգելքը կնշանակի, որ իշխանությունները հրաժարվում են երկխոսությունից նրանց հետ, ովքեր իրենց տհաճ հարցեր են տալիս։ Յաբլկն կշարունակի պաշտպանել իր քաղաքական դիրքորոշումը, քանզի այն ստեղծվել է որպես մեծամասնության շահերը ներկայացնող կուսակցություն, ասել է ընդդիմադիր ուժի առաջնորդը։ Мы сейчас продолжаем. Մենք այժմ շարունակում ենք պաշտպանել Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության իրավունքները, որովհետև մարդկային կյանքի պահպանումը Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության շահերից է բխում։ Նիկոլայ Ռիբակովը հայտարարել է, որ կուսակցության համար սկզբունքային է մնալ եւ աշխատել երկրում, պահպանելով կապն այստեղ ապրող մարդկանց հետ, որոնք ըստ նրա ցանկանում են ապրել Ռուսաստանում, сакայն չեն ուզում սպանվել Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Յաբլկն կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը դառնա բարգավաճ ժողովրդավարական պետություն, ասել է նա։ Мы партия, которая выступает за мир. Ռոդինան Յաբլկային մեղադրում է ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը նվիրված նյութերում ծայրահեղականություն դրսևորելու համար։ Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու իր կոչերով կուսակցությունը ըստ մեղադրանքի փաստացի հրաժարվում է մեջբերում եմ ռուսական տարածքների ազատագրումից եւ աջակցում ուկրաինական մեջբերում եմ նեոնացիստական ռեժիմին։ Յաբլկն նաեւ մեղադրվում է իր քարոզչական նյութերում հեղինակային իրավունքները խախտելու եւ սոցցանցերում դրանց տարածման համար վճարները նախընտրական հիմնադրամի միջոցով չանելու համար։ Ավելի վաղ Պետդումայի ընտրությունների մասնակցող մի քանի այլ կուսակցությունների ղեկավարներ էին մեղադրել Յաբլկային Ուկրաինայում պատերազմի հարցում մեջբերում են ոչ հայրենասիրական դիրքորոշում ունենալու համար եւ պահանջել էին չեղարկել կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը։ Իր հակապատերազմական դիրքորոշման շնորհիվ Յաբլկոն մեծ ժողովրդավարություն է վայելում երիտասարդների շրջանում եւ առցանց տիրույթում։ Ընդդիմադիր ուժին աջակցություն են հայտնել նաեւ արտերկրում բնակվող մի շարք հայտնի ռուս ընդդիմադիր գործիչներ, որոնք Ռուսաստանում օտարերկրյա գործակալներ կամ ծայրահեղականներ են ճանաչված։ Կուսակցությունը մինչդեռ հայտարարել է, ոչ մի կապ չունի ռուս վտարանդի գործիչների հետ։ Ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հուլիսի 2-ին անցկացված սոցհարցման արդյունքների Յաբլկոյի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 18%-ը կամ ավելի քան 20 միլիոն մարդ։ Պետդումայի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18-ից 20-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ գրանցել էր 11 կուսակցության նախընտրական ցուցակները։ Յաբլկոյի հետագա մասնակցությունն առայժմ հստակ չէ, քանի դեռ բողոքարկումը չի եղել։ 2021-ի ընտրություններին 14 կուսակցություններ մասնակցել։